Թեքեյան մշակույթային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի նախաձեռնությամբ Պեշկեթուրյան սրահում տեղի ունեցավ երկու տաղանդավոր գեղանկարիչներ հայր և դուստր Մանուկյանների գործերի ցուցադրումը։ Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմէ բարեկալուց կնամտեմ ձեզի Ռուբեն և Ալեքսանդրա Մանուկյաններու այս ցուցահանդեսին։ Այսօր երկու կարևոր ցուցահանդեսներ կան քաղաքի մեջ և ես ուրախ եմ, որ դուք այսօր մեր ցուցահանդեսին եկած եք։ Այժմ բիերայեմ մեր քաղաքի լավագույն արվեստաբաններն Բարոնցա Սուջյանը, որպեսզի ներկայացնե մեր այսօրվա զույգ արվեստագետները։ Ինձ համար մեծագույն ուրախություն և աղքարն հաճույք է երկրորդ անգամ լորով ձեզ ներկայացնել հայր և աղջիկ գեղանկարիչներ Ռուբեն և Ալեքսանդրա Մանուկյանները։ Անոնք այս սրահի մեջ առաջին անգամ մեզ ներկայացան 1995-ի դեկտեմբերին հայրը 60 գործերով, աղջիկը 15 գրաֆիկաներով։ Այս անգամ ես երկուքը միասին կներկայանամ մեզի յուրաքանչյուրը մոտ 35-ական ստեղծագործություններով։ Հայրերի տաղանդավոր արվեստագետ Ռուբեն Մանուկյանի համար գեղանկարչության հիմքը քույնն է, իրեն ընկերացող չերնության և հույսի հետ միաբեր։ Ըստ իրեն կարևոր է քույնն օգտագործել իր զգացական, հուզական և իմացական ամբողջ ուշադրությամբ։ Ռուբեն Մանուկյանի քույրերը կկոծկլդան իրենց չերնությամբ, կխայտան լուսահոտ թրթիներով ըլլալու համար շարժում, հարազատ հուզականություն, բնության, վսել, հրաշալիքներու քովերկություն, հայրերի լերներու երկինքի և մարդերու քնարերկություն։ Իր հոր նման շնորհալի գեղանկարչուհի Ալեքսանդրա Մանուկյան ևս չի ժխտել ասկային ավանդույթներու օգտագործումը, այլ անընդհատ կփորձարկե անոնց ոճական ինքնուրույն վերստեղծումը իր գործերում ընդմեջել։ Իր հոր նման Ալեքսանդրան անվերջ կփորձարկե էական արտահայտող ու քնաբաշխական շարախոսություն է, այսինքն ինքնանպատակ հաջողումներ խուսափող վերացական արտահայտածների տարբեր աստիճաններու և մագարտակներու վրա։ Նույնն են խուսափելով սակայն 100% բացարձակ վերացականել, որ հաջող գծարայե գլխավորապես ծածկելու քերակինական աղքատություն։ Ռուբեն յուղաներգով գաստանի գդավի վրա, Ալեքսանդրան գլխավորապես աշտերիքով երկուաշով գաստանի կնավոր կուտի ժամ հազբաթևորեն գդավի վրա երբեմն իր գործեր ավարտելով ներգամատի, գավ ժամատի և տարակի օգնությամբ։ Ռուբեն քույներու խոսքնդումով կծկտի դար կյանքի էականը, մնայունը, ձերցելով փլոս ոչ նշանակալի հաջողումները և պաստարի վրա տարածելով նաև հուզական իմացական իր ուրույն ներաշխարը։ Ալեքսանդրան նույնպիսի վար կամ իքն ու ներմացած քույներով կծկտի հորիներ, ասենք տեսակը գեղանկարչական խճանկար, որ պաստարի տարածքի վրա զմայների բադումը անեկդոտը։ Հոր և աղջիկա համար հասարակած գլխավոր հատկանիշը ես կգտնեմ հաղթորակ վայելչությունը, վայելչակեղությունը, հանդիսատեսը գեղանկարչական ճշմարիտ վայելքի առաջնորդելու նախանձախնդրությունը և վերջապես ստեղծագործական դրդությունը օրինակելի հարկանքը հանդիսատեսին և ինքնին հանդեպ։ Այսօր ես գտնվում եմ Ռուբեն Մանուկյանի ցուցահանդեսի բացմանը և մի քանի խոսք ուզում եմ ներկայացնել այս գործերը արվեստի։ Բավական է ուրախ ցուցահանդես է, թե գույնի իմաստով, թե կոլորիտի, թե թեմայի իմաստով
եւ ներշնչում է ուրախություն, պայծառ Հայաստանի գույները անմիջապես զգացում այստեղ։ Ուզում եմ ողջ ունել այսպիսի ցուցանվերներ, որ հաճախ են, ես շատ ուրախանում եմ, որ հաճախ են բացվում արդեն այս նահանգում, դա շատ մեծ ուրախալի երևույթ է։ Ուզում եմ շնորհավորել Ալեքսանդրային, իրենց ամբրանիկ երկրորդ իհարկե, չէ, երկրորդ ցուցահանդեսի վերաբերյալ։ Ես Ռուբեն Մանուկյանին գիտեի մեր լավագույն գեղանկարիչներից է, իսկ Ալեքսանդրան ինձ համար այսօր ամեն դեպքում հայտնություն է, որտեղ շատ ուրույն ոճ ունի, ուրույն դեմք ունի եւ շատ հետաքրքիր մտածելակ է։ Շատ հավանում եմ նրա ողջ գունային բալետրան եւ առասարակ բոլոր հորինվածքները, որը ինքը ստեղծում է, շատ դինամիկա կա աշխատանքներում, շատ խորություն, հատկապես Արլեկինների շարքը ինձ համար համենայն դեպս շատ ողջունելի են եւ ես քեզ ցանկանում եմ ամենից լավագույն ստեղծագործական հաջողությունները։ Ռուբեն Մանուկյանի եւ Ալլա Մանուկյանի նկարների ցուցանտեսը ինձ խորապես տպավորեց, հուզեց, ոգևորեց եւ ես իսկացի մեկ այլ աշխարհում, երազների աշխարհում, քեզկության աշխարհում, արվեստի աշխարհում, այլ աշխարհում, որ քիչ միան գաղու մուտ գործել։ Երկուսն էլ հայր ու դուստր տաղանթավոր մարդիկ են։ Ես իրենց մասին գրել եմ ասպարվեց խորատերտում և բաղաց է միշտ նվիրվելու իրենց արվեստին։ Դրանք իմ մնդերիմներն են։ Աղջկա գեղեցկությունը ինձ հիացրել է։ Նկատում նա հոգեկան գեղեցկությունը։ Արտաքին երևույթին չի դակվում։ Ես արտաքին երևույթներով չեմ զբաղվում։ Ես տաղում ներքին խրոխներով, ներքին խնդություններով, ներքին թրիշներով, այն թրիշներով, որոնց արտահայտությունը Նույնական արարություն այսօր կա թորշմած է այս նկատերի մեջ, ով Ալլային չի ճանաչում, թո ճանաչի նկատերով, ով Ռուբիկին չգիտի, թո կա այստեղ ու ճանաչի նկատերով։ Ես ողջունում եմ իրենց ցուցանտեսը և իրենց ցանկանում եմ 1000 բարիք և 1000 հաջողություն։
երկրորդ անգամ ես գալիս եմ Լոս Անջելես Ալայի հետ, աղջկաց հետ, ցուցադրվում ենք Թեքեյան մշակութային միությունում եւ այս դահլիճը կարծես դարձել է մեզ համար մի հարազատ օջախ։ Կարևորը որ մեզ համար այս ցուցահանդեսը լինում է ոչ միայն ինչ որ շահույթի միջոց եւ այլն, մեզ համար ավելի շատ այս ցուցահանդեսը ինձ համար առանձնապես համարվում է տոն եւ բացի այն որ մենք ցուցադրվում ենք եւ կարծես ամեն տարի մի նոր քննություն ենք տալիս Լոս Անջելեսի հայության առաջ, բացի այդ մենք նաեւ տեսնում ենք այսպիսի հաճելի դեմքեր, որոնք մի մասը Երևանից գիտենք, հարազատներ, բարեկամներ եւ նաեւ նոր ձեռք բերած բարեկամներ, որոնք գտնվում են այստեղ եւ ես շատ ուրախ եմ որ այսպիսի առիթ է եղել, որ մենք կարողանում ենք գնալ եւ գալ եւ ամեն տարի կարծես ցուցադրվել եւ շատ ուրախ օր է ինձ համար այսօր։